Նրանից, որ շքամուտք ֆիլմի կարգախոսն է մի մուտք, մի քաղաք, մի մոլորակ և արդեն իսկ իր մեջ պարունակում է ֆիլմի գաղափարը, որը ընդհանրացնում է ժամանակաշրջանները, սկսած 90-ականներից մեր օրեր և դեպի ապագան տանող։ Ֆիլմի ուրեմն հիմքում ընկած է նովելներից մեկը, որից որ ստեղծվեց ընդհանուր ֆիլմի գաղափարը, նովելներից մեկի հիման վրա, որն իր մեջ ուներ սիրո պատմություն, երկու մարդկանց, որոնք ապրել են կին տղամարդ, բնականաբար, սիրո պատմություն, որոնք ապրել են Լեհաստանում միասին և կորցրել են միմյանց։ Եվ տարիներ անց հանդիպում են Երևանում արդեն, և քանի որ սցենարի մեջ շոշափված էր արտագնա աշխատանքի թեման, այդտեղից ծնվեց գաղափարը ստեղծելու մյուս նովելները, որոնք որ կընդգրկեին 90-ական թվականների պրոբլեմները, սոցիալական խնդիրները, որոնք ազդեցություն ունեցան մարդկային ճակատագրերի վրա։ Ստեղծվեց ևս 4 նովել, որոնցից երկուսը նույնպես 90-ական թվականներ են, և մյուս երկուսը արդեն մեր օրեր։ Այսինքն 5 նովելներից 3-ը 90-ական թվականներ են, երկուսը մեր օրեր։ Ասեմ, որ կառուցվածքային առումով նրանք 5 նովելները ուրեմն հավաքված են մի շքամուտքում, ինչու մի շքամուտքում, որովհետև դրանք մարդկային բնավորությունների, ճակատագրերի մասին են և բնականաբար մի շքամուտքի մեջ հավաքվեցին որպես հարևաններ, սկսած 90-ականներից մեր օրեր։ Եվ սցենարներից երկուսը կարող եմ ասել, որ իրական հիմքերի վրա են, և ներկա սցենարիստները հենց այդ իրականության վավերագրողն են եղել։ Ես ներկայացնեմ, Լուսինեն ինձ դիմեց մի նովելի համար, որը 90-ականներին էր վերաբերում, որովհետև տեղակ էր, որ մենք միշտ հավաքում խոսում ենք այդ մասին, թե ինչ էր կատարվել մեզ հետ 90-ականներին, բոլորս հետ ինչ-որ բան կատարվել է։ Եվ որոշեցին գրել այդ մասին, մի պատմություն։ Բայց այստեղ խնդիրը ոչ այնքան փաստագրությունն էր, թե ինչ է կատարվել, որքան թե ինչ կարող էր նաև լինել, ինչ կարող էր նաև եղած լինել, որովհետև միայն փաստագրությունը գեղարվեստի համար քիչ է, գեղարվեստի համար նաև պետք է ստեղծագործողի երևակայությունը։ Ես ստեղծվեց այդ մի նովելը։ Ես շատ ուրախ եմ, որ իմ գործընկերների հետ, իմ մյուս ընկերների հետ մենք գրեցինք որոշ բաներ և շատ ավելի ուրախ կլինեի, որ պրոֆեսիոնալ սցենարիստները օգնած լինեին Լուսինեին, ես պրոֆեսիոնալ չեմ, պարզապես երբեմն ինչ-որ բաներ գրում եմ, որպեսզի մեր կինո արտադրությունը, մեր կինոինդուստրիան ոտքի կանգնի և կայանա։ Ես շատ ուրախ կլինեմ, որ սցենարական դպրոցն էլ կայանա Հայաստանում։ Ես էլ մեկ-մեկ ասած գրում եմ, ստեղծագործում եմ, և այն նովելը, որ տեղ գտավ շքամուտքում, այդ նովելը գրվել էր մոտ 1.5 տարի կամ 2 տարի առաջ, որը Լուսինեի առաջարկով վերածվեց սցենարի, և ես ուրախ եմ, որ աշխատեցի Լուսինեի հետ, շնորհակալ եմ իրենից, որովհետև մեծ աշխատանք տարավ Լուսինեն սցենարի վերածելու համար։ Մենք զուգահեռ ենք աշխատել և անընդհատ իրար հետ քննարկել ենք և կարծում եմ ռեժիսոր, սցենարիստ աշխատանքը միայն այդ կերպ կարելի է դրական վերջաբան ունենա և արդյունք տա, բնականաբար։ Մի բան կասեմ, որ ինքը ֆիլմը շատ տարբերվելու է, այսինքն որ դուք տեսնեք, ինքը շատ տարբերվելու է վերջին շրջանում մեզ մատուցած ֆիլմերից, որովհետև մեջը կա և կոմեդիա, և դրամա, և սեր և դավաճանություն, բայց նաև կա մտածելու, թողածա մտածելու տեղ։
ինչը քիչ է պատահում վերջին շրջանում եւ ամբողջովին միայն, այսպես ասեմ, ֆիլմը կարծում եմ ինքը ոչ այնքան կոմերցիոն է, որքան որ ուղղակի ֆիլմ սիրողի համար է, որպեսզի նայեն եւ հետո մտածեն։ Այս առումով ուղղակի կարճ փորձեցի ներկայացնեմ եւ ես ուրախ եմ։ Հիմա իմ նովելը, որ կոչվում է «Մի գնա», դարձավ սցենար, բայց սցենարիստի համար միշտ այսպես է, սցենարիստը երբ որ սցենարը գրում է, հանձնում է ռեժիսորին, այդ բայց վերջանում է։ Իր գրածը իր երեխան չի, արդեն ռեժիսորինն է։ Ես ուրախ եմ, որ փոխվել է, որտեղ իմ նովելը մնացել է ինձ, իմ նովելի սցենարը տվել եմ Լուսինեին։ Կուզեի մյուս նովելների մասին էլ որոշակի ինֆորմացիա տալ, քանի որ գնել են Ալբանդյան եւ Հարություն Հարությունյանը ներկա են, մյուս սցենարիստները այստեղ չեն։ Ուրեմն Հովհաննես Թեգիոզյան, որը նովելի հեղինակն է, հենց որի հիմքից սկսվել է մնացած նովելների գաղափարը, եւ Կարինե Խոդիկյանը, որը Սպիտակ ժապավեններ նովելի հեղինակն է եւ ես էլ իհարկե իմ մասնակցությունն եմ ունեցել եւ ասեմ, որ դա մեծ առավելություն չի, որ ռեժիսորը մասնակցում է սցենարներին, դա անհրաժեշտություն է, որտեվ կինոյում ընդհանրապես ռեժիսորը պետքա գոնե 30% մասնակցություն ունենա սցենարի։ Վերջի վերջո դա վերածվում է ռեժիսորական սցենարի եւ այսպես թե այնպես նա մասնակցում է սցենարի։ Եվ ընդհանուր ասեմ, որ նովելները վերցված են սկզբունքը թեմաների, եղել են այն թեմաները, որոնք 90-ականներին եղել են ավելի գլոբալ, այսինքն գլոբալ առումով ազդեցություն են ունեցել մարդկանց ճակատագրերի վրա։ Դրա համար կոնկրետ ես խնդրել եմ սցենարիստներին, փորձել ենք, քննարկել ենք գաղափարները, թեմաները, ինչի շուրջ կարելի է գրել, ինչը կարելի է շեշտել, որտեղ 90-ականների գունապնակը շատ լայն էր եւ բնականաբար մի լիամետրաժ ֆիլմում հնարավոր չի բոլոր խնդիրները ցույց տալ։